Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր հյուրընկալել եմ Միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլի Դալակյանին։ Մեզ դիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ ուղիղ հեռախոսազանգերի միջոցով կարող եք մեր հյուրին հարցեր ուղղել առաջին գովազդից անմիջապես հետո։ Այս պահին Տիկին Դալակյան կխնդրեմ պատասխանել իմ պատրաստած հարցերին։ Աղմկահարույց սպանությունից սկսենք մեր հարցազրույցը, քաղաքական շահարկումների մեջ չմտնելով եւ իրավական հարթություն չգնալով ընդհանուր առմամբ կարելի է կատարվածը կապել երկրում տիրող մթնոլորտի հետ, այն է անհանդուրժողականություն, ատելություն, բռնությամբ հարցեր լուծելու ընդունված պրակտիկա, եթե այո, ապա ովքեր են այս մթնոլորտի գեներացնողները, պատասխանատուները, մեղավորները եւ ինչպես դուրս գալ իրավիճակից։ Գիտեք, եթե չենք մտնում կենցաղային դաշտ, այսինքն չգիտենք սպանության շարժառիթները, որը պետք չի հիմա շահարկումներ իրականացնել, որպես ուղղակի մթնոլորտի մասին խոսելով, ես միշտ բացասական եմ վերաբերել այս սև-սպիտակ բաժանմանը, ժողովրդի մեջ, որովհետև դա լուրջ տարաձայնություններ է մտցնում, այսինքն քննադատություն եմ տեսնում, բայց ծայրահեղական։ Իդեպ միայն Հայաստանին չի դա բնորոշ, հենց Միացյալ Նահանգներում էլ մենք նույն պրոցեսն ենք տեսնում եւ նախագահ այնտեղ գեներացնում է Թրամփը այդ մթնոլորտը, այսինքն հերոս է անվանում ինչ որ ուժերի աջակողմյան, իհարկե ցավակցելով, ես ցավակցություն եմ հայտնում ընտանիքի անդամներին, բայց մի բան ակնհայտ է, բևեռացումը հասարակության միշտ այսպիսի երևույթների է բերում, գուցե իշխանությունները չէին ուզում, որ այդպես լինի, ես այդպես էլ մտածում եմ, ես մարդկային որակների մասին չեմ խոսում, բայց եթե ատելության քարոզ է տեղի ունենում, ես այսօր համացանցում առանց անուններ տալու տեսա մի հրապարակում սպառնում էին անձնական ինչ-որ տեղեկություններ հրապարակել, եթե վարչապետին քննադատի այդ կինը։ Ես այդ կնոջ երկրպագուն չեմ, առավել ևս մեծ ընդդիմախոսն եմ, բայց չի կարելի։ Նույնը ես կասեի, երբ որ Աննա Հակոբյանին են երբ վիրավորում, էլի անձնական, հագուստը, տեսքը, դա շատ վատ տեղ է տանում ընդհանուր հասարակության համար։ Եվ եթե կարճաժամկետ առումով թվում է, թե ընտրություններին կարելի է ձայն հավաքել այդ առումով, երկարաժամկետ դա հիվանդ հասարակություն է ստեղծում, որը պատրաստ է արդեն եւ փոքր երկրում դա առավել վտանգավոր։ Հենց դա էի ուզում ասել, դուք համեմատեցիք ԱՄՆ-ի հետ, բայց արդյոք կարելի է համեմատվել այդպիսի մեծ գերտերության հետ այն դեպքում, երբ մենք շատ փոքր ենք, մենք շատ ավելի մոտիկից իրար գիտենք, հանրությունը ավելի փոքր է եւ իրար ավելի լավ գիտեն, ճանաչում են, ամեն մեկը մեկի մասին շատ ավելին գիտի, քան օրինակ ԱՄՆ-ում կարելի է ասել եւ հուզական կապնել այդ առումով միմյանց հետ ավելի սերտ է ու այս պայմաններում Համաձայն եմ, գուցե դա ինչ-որտեղ դրական աշխատի, որտեղ մարդիկ իրար ճանաչում են, գուցե կարողանան ընդհանուր լեզու գտնել, եթե խոսքը կենցաղային դեպքերի մասին է, մեծ երկրում դա չես կարող։ Բայց մյուս կողմից էլ հասկանալով ձեր հարցի կոնտեքստը, այո, փոքր հասարակությունները բաժանել ըստ հոգևոր պատկանելիության, որ մենք տեսնում ենք հիմա եկեղեցու հեղինակությունը այնքան է նվազել, որ շատ մեծ թվով աղանդավորներ են Հայաստանում գրանցվում, նույնիսկ ես ասեմ, սարսափելի է դա, այսքան կրոնական բաժանումները, քաղաքական առումով քննադատությունը նորմալ է, բայց այսպես ընտրություններ ինչքան մոտենան, Գևորգ Պապայանը, չէ, ասում էին սպառնում են, հիմա մեկին նամակ կգրեն, իմ Facebook-յան էջի վրա էլ էր հարցակում տեղի ունեցել, այսինքն իշխանությունները ամեն ինչ պետք է անեն ոչ թե սրելու համար այդ մթնոլորտը, իմ կարծիքով ընդդիմությանը դա ձեռնտու է սրել, որովհետև իրենք այլ օրակարգ չունեն։ Իրանք 7 տարի այդ խոսքն է ատելության, կապիտուլյան, պիտի ձեզ գնդակահարենք, պատերի տակ առանց փաստեր ներկայացնելու, թե ինչ սխալներ են արվել։ Սխալները արվել են, ես չեմ ասում, որ չեն արվել։ Նախկին իշխանությունների օրոքել են արվել, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը նույն լեքսիկոնով խոսում էր հանրապետականի մասին, ես, որ լիովին դեմ եմ հանրապետականի գործունեությանը, կարծում եմ դա պիտի փակվի այդ կուսակցությունը, ասում եմ, որ չի կարելի, իհարկե հանրային այդքան չէի խոսում այդ ժամանակ։ Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այն օրը տեսնում եմ գեներալներից նախկին մեկը ասում է մենք կգանք իշխանության, դուք կտեսնեք ձեր հետ ինչ կլինի։ Հիմա դա այլ հակազդեցություն էլ է, չէ՞ ծնելու։ Հիմա մենք ինչ անենք, ասենք, երբ որ դուք գաք, մենք ձեզ կսպանենք կամ նույն Բագրատ Գալստանյանի տրամաբանությունը կամ Աճապահյանի։
Ընդ որում այդ անձանց հետ կապված ասում են ահա Փաշինյանի Հայաստանը ժողովրդավար եւ անվտանգ, որտեղ բանտարկվում են հոգեվորականները, բանտարկվում են քաղաքական գործիչները, բանտարկվում են բարերարները, իդե բարերարների մասով շատ նմանեցնում են հայաստանյան իշխանությունների քաղաքականությունը Ալիևյան ռեժիմի հետ, մատնանշելով, որ այնտեղ Ալիևն է մեծ բարերար Ռուբեն Վարդանյանին պահում բանտում, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին։ Ես Ռուբեն Վարդանյանի մասին Նավալնիի հրապարակումներից հետո նրան մեծ բարերար այդքան էլ չեմ համարում։ Ողջ արևմտյան կիսագունդը նրան բարերար չի համարում, որովհետև օֆշորների հիշում եք թեմաներ կար Վլադիմիր Պուտինի։ Սամվել Կարապետյանի հետ կապված էլ կասկածներ կա, նա մի քանի անգամ սև ցուցակներում է հայտնվել արևմուտքի, Ֆրանսիայի մի քույկը կալանքի տակ է գտնվում, հիմա դատական process-ներ են տեղի ունենում։ Գիտեք, բարերար չի նշանակում, որ ինչ որ տենց պայուսակներ բաժանեն, եկեղեցին, Հիսուս Քրիստոսի արձանը, բա մինչև այդ ինչ է, կամ այդ ինչ գումարներ են։ Իսկ եթե բարերարը ողջունելի է։ Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների քննադատությանը, տեսեք, հարմար ինչու են իրանք Նիկոլ Փաշինյանի, որովհետև Փաշինյանը էլի հաղթող է դուրս գալիս այս դիսկուրսում, բա ձեր իշխանությունը տային քանի սպանություն է տեղի ունեցել, բարձրաստիճան նախարարների, պաշտոնյաների, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության մեջ, ասենք դուք հիշում եք ինչ էր տեղի ունենում։ Նույնը Ռոբերտ Քոչարյանի կամ ասենք դա ցույց է տալիս, որ այս մարդիկ չպիտի լինեն քննադատողները։ Քննադատելու շատ բան կա, բայց եթե իրենք են եւ Փաշինյանը հատուկ էլ պահում է այս կոնֆիգուրացիան, ինչ էլ ասի, ժողովրդի մեկ ամենամասնությունը պիտի ասի լավ է անում։ Բա դուք ինչ էիք անում։ Տիկին Դալաքյան, եթե այս մթնոլորտի հետ կապված հարցը ամփոփենք, ստացվում է իրավիճակը, այո, դուք համաձայն եք, որ այդպիսին է, մթնոլորտը իսկապես վատն է, եւ այս մթնոլորտում այսպիսի դեպքերը չեն կարող զարմացնել, պատասխանատուները նախկին եւ ներկա իշխանություններն են, իշխանությունների ներկայացուցիչներն են, եւ հետեւաբար եթե նրանց այս մթնոլորտը ձեռնտու է, նշանակում է, որ նրանք ոչ մի բան չեն անելու այս մթնոլորտից հանրությանը հանելու, հանրությանը առողջացնելու համար։ Այդ դեպքում հարց է առաջանում, ում ուսերին է մնում այդ բեռը։ Ես տեսնում եմ, որ հանրության մեծամասնությունը հարցումներով IRI-ի, ես դրան այդ հարցումներին եմ վստահում, որևէ մեկին չի վստահում։ Բոլորը հիասթափված են։ Այո, եւ գալիս է քրիտիկական պահ ընտրությունները եւ էլի ռուսական վտանգը ներկայացվում նախկինների վերադարձի վտանգ լինում է հատված, որ ընտրում է ներկա իշխանություններին։ Բայց ես ինքս շատ հիասթափված եմ այս իշխանությունների քաղաքականությունից, որովհետեւ ես տեսնում եմ, որ տարիներ շարունակ ամեն ինչ արվում է այս շրջանակներին պահելու համար քաղաքական դաշտում։ Այսինքն մի պարզ բան ասեմ, եթե դուք ասում եք մենք չենք միջամտում արդարադատությանը, դրա համար չի գործում օրենքը։ Ինչու է մուրճը ձեռքները ման գալիս եւ խոստանում որ կվերադարձեք։ Ուրեմն անկեղծ եղեք, եթե այդպես է, դա էլ դնում ենք այլ հարց է։ Ասեք չենք կարող։ Դատական համակարգը առանձին պետություն է։ Նախ մի կողմ դուք բա ինչ ուժեղ վարչապետ եք, եթե ձեր դատական համակարգը, որի պատասխանատու բնականon գործողության դուք եք, չի աշխատում, ձեզ չի ենթարկվում։ Դա էլ հարցի իրավական կողմը, որպես իրավաբան ասեմ, բայց ակնհայտ ձգձգվող դատավարություններ, վաղեմության ժամկետի անցում։ Ես կարող եմ մի հաղորդում նվիրել իմ մյուս մասնագիտության հետ, ես յուրաքանչյուր գործով ցույց տամ, որ ամեն ինչ արվում է, որ վաղեմության ժամկետը անցնի։ Անցումային արդարադատություն ինչ տեղի ունեցավ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվելու համար այս շրջանակներին սնուցում է եւ մենք էլի կունենանք այնպեսի խորհրդարան, հիմա արդեն Սամվել Կարապետյանի արդեն ներկայությամբ։ Ինչ վերաբերում է այլ ընտրանքին, ես չեմ տեսնում, որ մինչեւ ընտրություններ կձևավորվի ցավոք, եթե իհարկե արտերտ ընտրություններ տեղի չունենան, լսում եմ ոմանք արդեն արտերտ ընտրություններ։ Կարծում եք նման բան հնարավոր է։ Կամ Փաշինյանին որքանով ձեռնտու կլինի արտահերտ ընտրություններ անցկացնել։ Այս բան շատ ձեռնտու է, որովհետև այդ իշ օգոստոսի 8-ի խաղաղությունը այդքան էլ իրական չի, գնալով դա ապացուցվում է միջազգային, տեսեք ինչքան էլ իրենք սցենարներ գծեն, միջազգային զարգացումները սցենարներից դուրս են գտնվում։ Այդպիսի մի սցենարիստ էլ Սոչիում է ապրում Կուխնյայում, բայց շատ բաներ իր սցենարից դուրս են գալիս։ Հիմա եթե Տրամպը ապացուցում է, որ իր խոսքը չի գործում, ես չգիտեմ, առաջիկա զարգացումները կտեսնենք, այդ խաղաղությունը զրոյանում է, եթե Լավրովը կասկած է արտահայտում, դուք նոյեմբերի 9-ից դուրս չեք գալիս, նոյեմբերի 9-ը ժամկետ չունի, թյուրը ըմբռնում կա, որ 5 տարուց այլևս չի գործելու, դա ասում են նոյեմբերին ժամկետը կլրանա եւ ինքնաբերաբար այդ ով կարդացել է այդ համաձայնագիրը, ես չգիտեմ Հայաստանը կարող է այդպիսի բան ասի, բայց Ռուսաստանից կլինի արձագանք, որ դա վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, եթե դուք կարդաք կետերը, այդտեղ չկա որ պայմանագիր ունի ժամկետ, դա վերաբերում է 4-րդ կետին։
որը չկա արդեն։ Իսկ ինչու՞ չի Հայաստանը դուրս գալիս։ Նիկոլ Փաշինյանը պետք է անկեղծ լինի, պետք է ասի ես դեռ վստահ չեմ, ես կհասկանամ դա, որ Տրամպը իր խոսքը տերը կլինի, ընտրություններին ինչ կլինի, հարակվեին ինչ կլինի, սա կախված է, չէ՞, դա ամեն ինչից։ Նոր պայմանագիրը կստորագրվի։ Եթե Ադրբեջանը ստորագրած լիներ արդեն, դա կլիներ խաղաղություն։ Բայց եթե Ռուսաստանից ամեն օր ասում են, որ չի աշխատելու, դուք էլ ասում եք Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ չաշխատի, այդ լծակները ունի Ռուսաստանը։ Պետք չի դա ներկայացնել, որ եկել է խաղաղություն։ Պետք է ներկայացնել, որ արվել է մեծ աշխատանք, ես ողջունում եմ Ամերիկային այստեղ բերելու համար։ Եվ դրա համար որքան մոտենան ընտրությունները դեռ մի տարի եթե կա հուլիսին, չէ՞, հունիսին թե հուլիսին ներողություն, այսինքն մենք չգիտենք ինչ կլինի։ Աշխարհը փոխվում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին եւ որոշ անձինք դա ասում են արդեն པարզ, ձեռնտու կլինի անել ընտրություններ արտահերթ։ Մի փոքր առաջ անցակ Տիկին Դալաքյան, բայց ուզում եմ վերադառնալ համաժողովին, որ անցկացվեց Հայաստանում ժողովրդավարության խնդիրների հետ կապված։ Փաշինյանը այնտեղ ասում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա, իսկ պաշտպանող չկա։ Հիմա ժողովրդավարության հետ կապված եթե հարցեր կան, եթե ժողովրդավարությունը պաշտպանված չէ, դա օրվա իշխանության խնդիրն է, թե ում խնդիրն է եւ այս դժգոհությունը ինչպես հասկանալ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար ինքն իրենից դժգոհում է, եթե նկատել եք այդ նույն դասարանը եւ այլն, դա նրանից է, որ չկա անդիմություն, բայց դա իր գործունեության արդյունքն է։ Շատ հաճախ ասում են, դե դուք էլ մասնակցեք, ես չեմ խոսի իմ մասին, որտեվ ես այդպիսի նպատակ այս ընտրություններում համենայն դեպս չունեմ, որովհետեւ չեմ տեսնում, որ ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը ուզում է այլ ընտրանք, բայց ժողովուրդը մի հոգով չի կարող կողմնորոշվել, իսկ այլ ուժեր ես չեմ տեսնում, որ համախմբվեն, ամեն ինչ արվում է մասնատելու համար այդ այլ ընտրանքը։ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն է արդեն ստիպված քննադատում, որովհետև այլ ձայներ չի լսվում, բացի խորհրդարանական այդ թուրքասեր մարգինալ շրջանակների։ Այո, ասում է արդարադատությունը լավ չի աշխատում, բայց մոռանում է, որ ինքն ԱՊԴԽ-ն ղեկավարներին նշանակում ազգային ժողովը արդարադատության նախարարին գլխավոր դատախազին, այնպես չէ՞ որ լծակներ չունի։ Վերջին լծակը իր սիրելի դատարանը փակել է, թող փակի ժողովուրդը 100%-ով կողմ կլինի։ Հələ թող մի հատ փակի, երբ որ վճիռը օրինական չեն կայացում, այն մյուսների համար դաս կլինի։ Եթե իհարկե խնդիրը դատավորներն են, ինչը ես կասկածում եմ, երբ նայում ես մեղադրական գործին, ընդհանրապես քննիչներից սկսած ուրեմն պիտի ազատեն աշխատանքից։ Այսինքն, այո, Նիկոլ Փաշինյանը չորսենց վերացական հարցեր է ուղղում, 5-րդ հանրապետություն, 7-րդ հանրապետություն, ուր է ժողովրդավարությունը, դա ինչ որ անընդհատ թեմաներ են նետվում, դա Տրամպի նման, ինչ որ ես Գրենլանդիան կգրավեմ, սա պոպուլիզմի քաղաքականություն է, ես նույնիսկ կասեի, ամբողջ աշխարհում դա այսպես մոդայիկ է դարձել։ Օրբանը պոպուլիստ է, Ալիևն էլ է։ Այսինքն խոսել առանց պատասխանատվության, խոսել առանց պատասխանատվության, թեմաներ առաջ տանել, հասարակությանը զբաղեցնել, չգիտեմ, ասենք ես պաշտպանության նախարարություն անդադ զուգահեռներ եմ տանում, կանվանենք պատերազմի նախարարություն, իմաստը Ամերիկայում, չէ՞։ Հիմա նույնն է այստեղ, մենք գնում ենք 4-րդ հանրապետություն, նախ 4-րդ չի, եթե նայենք սովետական Հայաստանը դա անկախ պետություն չէր, կամ ինչը Ադրբեջանն ու Վրաստանը իրենց առաջին հանրապետությունն են համարում, դուք ոչ։ Չնայած իրենք տարածքում դրա մեջ չեն, որով որ հռչակել էին։ Այստեղ դե որ այդպես է շատ հարցեր կան։ Բայց հարց տվող չկա ուղղակի։ Ասում եք օգոստոսի 8-ը իրական խաղաղություն չի բերել, հիմա Փաշինյանը դա ներկայացնում է որպես իրական խաղաղություն, ավելին պատրաստվում է փոփոխությունների սահմանադրական, հենց այդ 4-րդ հանրապետության գաղափարախոսությունը, որը նա օրակարգ նետեց, ասում են հենց այդ փաթեթավորումն է, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան, կհաջողի Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղություն այդպես ինչպես ինքն է հավատում, որ հաստատուներ ներկայացնել, հավատացնել մեծ մասին հանրության եւ ստանալ քվեներ եւ նաեւ այդ 4-րդ հանրապետության անվան տակ փոփոխություններ անցկացնել, իրականացնել Ադրբեջանի պահանջը, օրինակ հղում չանել անկախության հռչակագրին։ Նախ Հայաստանը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը որևէ տեղ։ Հայաստանը երբեք չի ասել, որ դի միացնի Արցախը Հայաստանին, այսինքն այստեղ խնդիր չկա, որ Արցախը այլևս հայկական չի եւ մենք պիտի հանրապետությունը փոխենք։ Հղումը անկախության հռչակագրում կա նաեւ Ադրբեջանում։
Ադրբեջանի Սամրասյան մեջ դե Պարտադատյան նախարարը դա Խոստովանեց, Փաշինյանն էլ մի քանի անգամ ասել է։ Հիմա ինչ Ադրբեջանը պետք է իրեն 4-րդ հանրապետություն անվանի, թող անվանի, հասկանանք իմաստը։ Նախ առաջինը, եթե մենք փոխում ենք անկախության հռչակագրի, հղում չկա։ Ադրբեջանն էլ է փոխում։ Եթե դա ուղղակի բառեր են, ինչու է Ալիևը անդադ այդ լեքսիկոնը օգտագործում Արևմտյան Ադրբեջանը եւ այլն, այսինքն չեմ կարծում Ադրբեջանը ուղղակի այդտեղ գրել է բառեր։ Դա պիտի լինի հավասար քայլ, սա մեկ։ Երկրորդ ինչ հավեմ է հաջողության կհասնի թե ոչ, դա կախված է ավելի սրելուց մթնոլորտը, այսինքն եթե ցույց տան, որ վտանգի մեջ է Հայաստանը, վատն է, լավն է, գոնե հակառուս է կամ դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում, վատն է, լավն է, պատերազմ կլինի, եթե նախկինները կան, այս կոնֆիգուրացիայում այո ինքը կընտրվի, ես չեմ կարծում, որ մասնակցությունը բարձր կլինի, Երևանի ընտրությունների նման հազիվ կարծում եմ նա, կամ երկրորդ փուլում գուցե գնա հաջողության, կամ եթե տեսնի չի կարողանում այ արևմտյան ինչ-որ sense խմբակցություն կողմնորոշում ունեցող հանդեսից, բայց դա քիչ հավանական եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը իրեն այս իրավիճակում շատ հարմար է զգում։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանը կարծում չի մասնակցի ընտրություններին, այս Վարդան Ղուկասյանի, որովհետև երբ ժողովուրդը լսում է նրանց խոսքերը, ասում է ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Շնորհակալություն, ես տեսնում եմ, որ մենք ունենք հեռախոսազանգեր, բայց ինչպես խոստացել եմ, սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեր զանգերին կպատասխանենք գովազդային ընդմիջումից հետո, այս պահին մեր եթերում գովազդ է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Նոյան տապանը ուղիղ եթերում շարունակում է աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Միտ Գետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլի Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, ինչպես խոստացել էի, հեռախոսազանգի պատասխանենք։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Я բարը գեղեցկու իշես։ Լավ, շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտող։ Ես մի հատ հարց ունեմ մեր հույրին։ Ասեք։ Ես մոտ 70 տարի առաջ Պարուսևակը մի հատ լավ բան ա գրել։ Սիրում է կյանքում նայր աթոռը, աթոռն է սիրում ու նրան տիրում։ Ցանկացած գնով ելում է նավեր, փորձում է դրճել նա առանց թևեր։ Հարցը կասեք, հարգելի հեռուստադիտող, ինչ հարց Իմ ունեք։ հարցը մեր հույրին ուզում եմ խնդրեմ, որ մի հատ հարց ունեմ, որ ինչ արելու սրա վերջը, այս Մարթաբեկից ազատվենք, այս Փաշյանից ազատվենք, մենք էլ ցանցրացել ենք, այս մարդը իշքան պիտի նստի այս աթոռին։ Շատ լավ։ Եթե դուք հիշում եք Պարուսևակի խոսքերը, ասում մարդկա շալակած աշխարհն է տանում, մարդը կա ելել է շարակն աշխարհի։ Շատ լավ, Տիկին Դալաքյանին կխնդրենք պատասխանի ձեր հարցին, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյանից, Տիկին Դալաքյան։ Նախ իշխանության նստելու մոլուցքը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի չեմ նշի, որովհետև նա հեռացավ, չնայած շատ սխալ եմ համարում այս վերջին իր հայտարարությունները, իր սկզբունքները դավաճանում է։ Քոչարյանին սա բնորոշ է, հիմա էլ ամեն գնով փորձում է վերադառնալ։ Սերժ Սարգսյանն էլ էր ցանկանում, հիշում եք, վերարտադրվել, փոխեց սահմանադրությունը, ասում էր չեմ գնալու 3-րդ ժամկետի, հետո հանկարծ որոշեց գնա, այսինքն շատ հաճախ պատմության մեջ իշխանական աթոռը շատ վտանգավոր երևույթ է, այսպես ասեմ, ցանկանում են միշտ դինել իշխանությանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, տեսեք, բոլոր քննադատություններով հանդերձ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենում, իհարկե վարչական ռեսուրսներ օգտագործվում, բայց ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ ընդհանրապես ժողովրդի ձայնը հաշվի չէր առնում, մենք հիմա ունենք այլ երևույթ, ժողովուրդը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նույնիսկ ընդդիմությունը չի հերքում դա։ Ասում են այո, Քոչարյանն էլ։ Այսինքն մեր խնդիրը այն չի, որ Նիկոլ Փաշինյանը ուզուրպացրել է իշխանությունը, ինչպես Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականին։ Խնդիրը այն է, որ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք, ես դրա մասին էի խոսում մինչև զանգը, եւ քանի չտեսնի այլընտրանք, մենք չենք տեսնի իշխանության փոփոխություն։ Հետարքիր է հարց տվողը ում է տեսնում, այսինքն թե նախկիններին է տեսնում, ասում ավելի լավ ներկա իշխանությունները դա տրամաբանությունն է հայ հասարակության մեծամասնության, իբրև նաև Սփյուռքում։ Այն, որ եթե կան նախկին իշխանություններ Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի նորից ընտրվելու ժողովրդավարական ճանապարհով, ես դրան վստահ եմ։ Վտանգ չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կեղծել ընտրություններ, հաշվի առնելով, որ իր ռեյտինգը այդքան իջել է, խնդիրներ կան։ Հիմա նախ դժվար է, սա այն Հայաստանը չի, արդեն տեխնոլոգիաներ կան, նկարելու հնարավորություններ, այն ժամանակ ամեն ինչ փակ էր։ Հետո ժողովուրդը արդեն սովորել է ժողովրդավարության, այսինքն շատ դժվար է նորից մարդկանց վախեցնել 5000 դրամ տալ, ասել գնա ինձ ընտրի։ Դա դժվար է։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներ է կիրառում, ինֆորմացիոն, պոակ ունի, ես տեղյակ եմ, բոլորն են դրա մասին խոսում, որոնք իրենք աջակցում են, այդ տեսանելիություն են ստեղծում, որ նա ունի մեծ հեղինակություն։ Ուզում եմ կրկնել, իմ խնդիրը ուղղակի Փաշինյանի քննադատությունը չի։ Ես հիասթափված եմ, որ Նիկոլ Փաշինյանը անդադ քաղաքական օրակարգը պահում է նախկին ներկա համատեքստում։ Շատ լավ, զանգուկի պատասխանենք, Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Բարև ձեզ, Տիկին Զախարյան, բարև ձեզ, Տիկին Դալաքյան, ողջունում ձեզ հեռուստաների։ Նախ միշտ հարցս մեկ դիտարկում սա կարևոր է Հայաստանի ապագայի համար, ես հետևել եմ ձեր հաղորդումներին, Տիկին Դալաքյան, իհարկե համաձայն եմ ձեր արևմտամետ կողմնորոշմանը, բայց դուք այսօր նշեցիք, որ Հայաստանում մեծացել է աղանդավորների թիվը, նշեմ, որ ձեր հաղորդումներում նաև հիշեցվել է ձեզ, որ նման խոսույթը, հատկապես աղանդավոր եզրույթը հարգելի չի ընկալվում արևմտյան կամ քաղաքակիրթ աշխարհում։ Աղանդավորները չկան, կան կրոնական փոքրամասնություններ, այո, իհարկե։ Այո,
եւ նրանք պարզապես հիշեցնեմ ձեր հայրենակիցներն են եւ պաշտպանված են ձեր սահմանությամբ եթե մենք ցանկանում ենք որ քաղաքագիտ աշխարհը մեծ պաշտպանի նման խոսեցից պետք է խուսափել եւ եթե իհարկե ցանկանում եք որ արևմուտքը ձեր շարժմանը կամ ձեր նման այդ շարժումներին աջակցի ապա արժի նման խոսեցից խուսափել բայց իմ հարցը հենց այդ մասին է ձեր դերի եւ ձեր շարժման սա պարզապես դիտարկում էր դուք միտք կենտրոնում ունեք ոմանք դա ասել են շարժում օրինակ Գագիկ Սաֆարյանը ձեր գործընկեր նոյնտապանի եթերում ասել է դա շարժում է ինչեւ է ըստ հարցումների Հայաստանի 60%-ը այլընտրանք է ուզում 49%-ը ուզում է Եվրոմիություն այսօր դուք ասացիք որ դուք ձեզ չեք տեսնում կամ չեք ուզում մասնակցել կուզենայի իմանալ ինչն է խնդիրը ինչու դուք չեք կարող այդ 60 կամ 49%-ին առաջնորդել կամ մասնակցել կամ տանել որպեսզի լինի փոփոխություն Հայաստանում ըստ արևմտամետ արժեքների կամ եվրոպական կամ քաղաքական Շնորհակալություն Ամենայն հարգանքով ձեր տեսակետի հանդեպ արևմտյան աշխարհ հիմա գոյություն չունի միասնական մենք տեսնում ենք որ Տրամպի ընտրությունը կապված է հենց այդ քրիստոնեական արժեքները ավանդական արժեքները առաջ տանելու հետ եւ իմ կարծիքով Բայդենի քաղաքականության տապալումը կապված էր այդ նոր մշակույթի ոգ մշակույթի ձևավորման հետ որ մարդիկ ուղղակի հոգնել էին դա միայն կրոնական ազատություններին չի վերաբերում սեռական փոքրամասնությունների տրանսգենդերների իրավունքներին եւ այլն։ Ես երբ ասում եմ աղանդավոր, ես նկատի չունեմ հայ առաքելական եկեղեցու դավանանքից տարբեր ուրեմն հավատք։ Ես նկատի ունեմ նաեւ որպես իրավաբան մասնակցել եմ մեծ մասամբ դատաքննությունների այնպիսի աղանդավորական շարժումներ, դա հստակ ունի իր հասկացությունը, որոնք օգտագործում են հավատքը ժողովրդից գումար կորզելու, ընտանեկան շատ ողբերգությունների եմ ես ականատես եղել, նույնիսկ բնակարաններ խլելու եւ այլն նպատակով դա այլ թեմա է։ Եզրույթի հետ կապված էր, այո, անված են դա անվանել կրոնական փոքրամասնություններ, բայց հիմա այո, ես խոսում եի նրա մասին, որ եկեղեցին քանի որ լուսավորությամբ զբաղված չի, սա կարեւոր է։ Այսպիսի շատ ներողություն շարլատանները կարողանում են Հայաստանում ներհասարակական լուրջ խժդժություններ հրահրել։ Ինչ վերաբերում է ես արևմտամետ չեմ, ես կողմնակից եմ ժողովրդավարական արժեքներին, դա արևմտամետություն չի, ճապոնիան արևմուտքում չի, արևմտամետ չի եւ շատ հաճախ ես կարող եմ ասել, որ շրջանակներ կան, որոնք իրենց արևմտամետ են ներկայացնում, բայց մեծ կասկածներ կա, որ իրենք ընդհանրապես արևմտամետ չեն։ Շնորհակալ եմ, որ ինձ այդպիսի դեր եք առաջարկում այլընտրանք ձևավորելու, բայց ես միշտ անկեղծ եմ եղել։ Ես տեսնում եմ, որ ապագա մոտալուտ ընտրություններին ժողովուրդը դեռ գնալու է նախկին ներկա այս կոնֆիգուրացիայով։ Այո, հոգնել են, բայց նախ ես չկարողացա ձևավորել, չտեսա այն շրջանակը, որը կմիավորվի, ցավալիորեն առանց անուններ տալու Հայաստանում յուրաքանչյուրը Նիկոլ Փաշինյանը ասում է վարչապետ է, ունի իր պահանջները, միավորվելը շատ դժվար է։ Ես ասեմ, ես փորձեր արել եմ եւ ով ինձ լսում է, կվերահաստատի այդ շրջանակներից։ Բայց դա պահանջում է նաեւ մեծ նյութական ռեսուրսներ, եկեք անկեղծ խոսենք, կուսակցությունների մասին օրենքը պիտի փոխվի։ Այսինքն Հայաստանում կարող են ընտրությունների մասնակցել մեծ ռեսուրսներ ունեցող եւ հիմա իրենք էլ անում են լրատվական կայքեր ունեցող անձինք։ Գումարած դրան, եթե էլի խոսքը վերաբերում է նրան, որ կամ Փաշինյանը կամ պատերազմ եւ Ռուսաստանը, ժողովրդի մեծամասնությունը եւ ես չեմ նրանց մեղադրում, շեղվում է այդ օրակարգով եւ այս ուժերը, որոնք այլընտրանք են ներկայացնում, իրենց ծրագիրը չի լսվում։ Մարդիկ սիրում են տեսարանները, իրար ծեծել, հարվածել, շպրտել։ Դրա համար ես չեմ տեսնում այդ մասնակցությունը, որ կբերի ինչ-որ օգուտ։ Ես անկեղծ ասեմ, բայց ես կասեմ, որ սա վերջի խորհրդարանն է։ Եվ երկարատև չի լինելու, ես կրկնում եմ այդ տեսակետը, որովհետև 26 թվականին Հայաստանին եւ միջազգային ասպարեզում այնպիսի իրավիճակ է սպասվում, որ այս խորհրդարանը չի կարողանալու դրա լուծումը տալ։ Եկեք մեկ զանգել պատասխանենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ախ, բարև, լավ եք։ Լավ, շնորհակալ ենք։ Լսում ենք ձեր հարցը, հարգելի հեռուստադիտող։ Էսի լավ ծրագիր եք դրի, որ ես ուրախությունից չեմ մնում ինչ անեմ, առաջերտին իմ կարծիքով այս մատ լավ ծրագիրը, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքը հայտնեն, ըստ ոչ որ չի կարող ոչ մեկին ուժով կամ փուշով
Փուշանի ասի այս խոսքը ճիշտ է, այնի ճիշտ է։ Էսի ճիշտ մա դեմոկրատիա, էսի ճիշտ իմ կարծիքով հենց հիմա որ նայում եմ ճիշտ Ամերիկա եւ Հայաստան։ Ուրիշ բան իմ մտքից չեկավ։ Նրա համար ձեզի խանգարամ։ Ես միշտ ճիշմարիտ խոսող եմ ու միշտ նախազգացումս խայտարակ բանտրա ու շատ հայաստեր եւ իմ հայրենիքս իմ համար առաջերտին շատ կարևոր տեղ ունի իմ սրտիս մեջ ու նախկինները որ ներկախտի ժամանակ իմ մեծ պապա Արամ Փաշայի զինվոր այլի ու ուզեմ իմանալ ինքս Պասկաստան եմ ծնվի, բայց իրոք ամենից ավելի ես մաքուր հայ եմ, չեմ ուզում մտածել ես պասկահայ եմ։ Հիմա հարցը հարգելի հեռուստադիտող, շատ լավ։ Հարցս ըստեղ է գալի, այս մասը իմանալիք ինչից եմ ուզում խոսալ։ Առաջերտին նայում եք, ընդհանուր որ Ամերիկան, Հայաստանն չի տարբերվում, կամ Ռուսաստանն չի տարբերվում, տեսնում եմ, որ Ամերիկան ինչքան դեպի առաջանում է, այդ դեմոկրատին կա, հիմա գտիկին ասա Բայդեն, Թրամփ, ամեն ինչը բարձվում է, բայց մենք խոսում ենք մեր հայրենիքի համար։ Այս վարկյան իմ կարծիքը պարոն Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է ու վարչապետը բավականի իր խոստումները կատարել է, էսի պարզ հայտնի է, երեխեն էլ իմանում է, հիմա նախկին են անում, այդ նախկինը պետք է հետ գա, ախե ինչի համար պետք է հետ գա, ես չեմ հասկանում, երկիրը պետք է դեպի առաջանա, եթե նախկինները կային հերեն հայությունը Հայաստանից փախել են եկել են Ամերիկա, որտեղ լավ կյանք չունեն, գործ չունեն, հետո նախկինները դեռ չեն քաշում այդ Հայաստանից, դեռ քաշում են օտար երկիրի համար մտածել, մեր հայրենիքը այնտեղ լավ ապրում է, խնդրում եմ ձեր ոտը հետ քաշեք, քիչ խառնվեք, ամեն ինչ լավ կելի, նորեն կտեսնեք մեր Փաշինյանը նստելու է եւ երկիրը դեպի դեմոկրատիա ելելու, դեպի դոբեյա ելելու։ Շնորհակալություն։ Շատ լավ աճելու է։ Շնորհակալություն։ Նախանձները կտեսնեն ու այդքան էլ նախկիններից չխոսան։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտող։ Նախ նախկիններից խոսում է Նիկոլ Փաշինյանը եւ ես իմ երեկվա հարցազրույցում նշել եմ, որ նա չպիտի ընդհանրապես խոսի իրենց թեմայով, երբ խոսում է նշանակում է ինքն է բերում իրենց օրակարգ։ Հաջորդը խոստումները ես չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է, որ խոստումն է կատարել։ Յուրաքանչյուր ընդության ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնացել է տարբեր լոզունգներով։ Արցախ Հայաստանը եւ վերջ, էթնիկ զտումը, անջատում հանուն փրկության, բոլոր ընտրություններին նախկին թալանը ինչն է վերադարձվել։ Ես նոր սկզբում նշեցի, որպես իրավաբան, փաստերով կարող եմ ապացուցել, որ որևէ բան չի վերադարձվել, ավելին այդ անձանց այդ տենդերներ են շահում, նրանց գույքերը ավելանում են։ Միքայել Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի հետախուզումը դադարեցվել է։ Ես չգիտեմ նախանձից ով ինչ է խոսում։ Ես խնդիր չունեմ իմ տեսակետը ասելու եւ ապացուցելու։ Եթե կարող եք փաստերով հակադրվել, խնդրեմ, բայց այն որ նախկիններին ուրեմն Նիկոլ Փաշինյանն է բամ քաղաքական օրակարգում Հայաստանում որևէ մեկի համար դա արդեն զարմանալի է։ Շնորհակալություն, զանգ ունենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող։ Այո, բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Նորավոր։ Հեռուստացույցի ձայնը որ խնդրենք մի փոքր կիչեցնեք։ Այո։ Որ մեզ լսեք։ Հիմա ես մի երկու բան եմ ուզում ասեմ, ես միշտ ձեր հաղորդումները դիտում եմ, նայում եմ, շատ գոհ եմ, ուզում եմ մի երկու ակնարկ անել Փաշինյանից, երբ որ Փաշինյանը եկավ, բերեցին այսինքն Կրեմլը եւ Թուրքիա, նրան դրեցին շուտ բերեցին, որպես ավելի լավ կատարելագործվի հայրենը։ Եվ նրա ընտրության ժամանակ տեսան պոլիսները մեկի մազին չկպան։ Եվ մարդկանց ստիպեցին շատ մարդկանց բիզնեսներում աշխատող բանվորեն, ովքեր ձայն չտա գործից ազատում ենք։ Դրա համար ստիպված մարդիկ ձայն տվեցին, ամենազսվել էին Ռոբերտի Սերջից, այդ երկու թուրքերից։ Այս երեքն էլ, չորսն էլ թուրք են դրանք։ Առաջինը Լևոնը արաբի ծնունդ է։ Իսկ նրան թուրք են։ Հարցը հարգելի հեռուստադիտող, խնդրում եմ հարցը ամեն դեպքում։ Հիմա դե հարցի պես մի երկու ակնարկ եմ ուզում ասել, էլի։
երբ նա Ղարաբաղ գնաց հեծանիվով, այդ հեծանիվ քշելը նշանակում է Հայաստան վարելը, հեծանիվ վարելը։ Ինքը մենակ վարեց, ասեց ես մենակ եմ, պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ոչ մի բան չեմ կարող անել, պատերազմի ժամանակն է։ Իսկ այս վերջին մի քանի ամիս առաջ, որ սիրուն թրաշված, հետևից մի 15 հոգի էլ մարդիկ գալիս էին, դա նշանակում էր, որ արդեն թիկունքս լավ է, սրանից հետո ես հեծանիվով Հայաստանը յանի, իմ նկատի պայմանավորվածություն։ Պետք է թրաշեմ, ոնց որ պետք է։ Հիմա կխնդրեմ անպայման հարցը տալ։ Հարգելի է հեռուստադիտող։ Մերկու մեկնաբանանը, որ ինչ է կատարվում։ Եթե ժամանակը սահմանափակ է։ Լավ, հիմա ես ուզում եմ ասել, որ դրանք ոչ մեկն էլ հաճ են, դրանք ագենտներ են, որոնք այդ 30 տարում պատրաստվեցին, որ հիմա էլ մի օր ինքը դեմ խոսացել է Ալիևին, որ ասի բայն ջարդի ժամանակ Բաքվում անում, որ ժողովրդին կոտորում են, վառում են, երեխաներին են, բայց գենոցիդ չէ, դու ոնց ես ասում հայերը գենոցիդ են արել, ադրբեջանցիներին անել են։ Շնորհակալություն։ Ոչ մի բան չի ասում։ Շնորհակալություն, հասկանալի է։ Ինչու չի խոսում Փաշինյանը ադրբեջանական վայրագություններից։ Ինչու է թույլ տալիս, որպեսզի արցախցիների տեղահանությունը, արցախցիների էթնիկ զտումը հավասարեցվի ավելի վաղ 25 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, ինչու չի հիշատակում։ Հարցը ըստ էության դա է։ Նախ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները իդեպ ադրբեջանական կողմի շատ հրապարակումներով ցույց է տալիս, որ դա հայկական կողմը չի արել։ Խոսքը նաև Խոջալույի դեպքերի մասին է եւ դրա մասին նախկին նախագահն է Ադրբեջանի իր հուշերում ասել, որ դա հայկական օպերացիա չի եղել եւ այս թեորիա չի ուղղակի։ Ինչ վերաբերում է ինչու չի ասում, ես մշտապես քննադատել եմ։ Եթե մենք Արցախի հարցը փակեցինք, չնայած դա հավասարազոր հարց չի, բայց Արևմտյան Ադրբեջանի համայնքը դա ինչ է։ Ուրեմն մենք պիտի ստեղծենք Բաքվի հայ համայնք։ Սումգայիթի հայ համայնք։ Ես էլ եմ ասում, որ ադրբեջանական համայնք կոչվածը, որը Ադրբեջանը շրջանառում է Ալիևյան ռեժիմը շրջանառում է, դա չի կարող հավասարվել արցախահայերի էթնիկ զտմանը։ Ես դրա մասին խոսել եմ, բայց քանի որ հայ հասարակության մեջ եկեք պարզ ասենք, այդքան պոպուլյար չի այդ թեման, արցախցիների թեման, մարդիկ որովհետև երկու հոգու պատճառով Քոչարյանի եւ Սերժ բացասական են վերաբերում ընդհանուր արցախցիներին, կլանի ես կասեի, բայց լավ, փակեցինք Արցախի թեման։ Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչը ՀԿ-ի ղեկավարը, որը նաև падգամավոր է, այն օր էլի խոսում էր վերադարձ իրավունքի մասին, Ալիևն էլ ասում էր, որ դա օրը գալու է դառնում է բանակցությունների առարկա։ Այսինքն, եթե մենք փակեցինք, ինչու է նա շարունակում։ Սա մեկ։ Երկրորդը, թյուր տեսակետ կա, որ եթե մենք խոսենք, դա պատերազմ կհրավի։ Դե եկեք այդ տրամաբանությամբ տեսնենք Ալիևը ինչ է ուզում, որ հանկարծ պատերազմ չլինի։ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, որ 20 թվականի պատերազմ եղավ, ոչ մի բան։ Այսինքն ճիշտ է Քոչարյանը, որ ասեց Արցախ-Հայաստանի եւ վերջ պատերազմ հրահրեց։ Դա բառ է։ Ալիևն էլ ասում է Սևանը հայկական է, ինչա պատերազմ է հրահրում։ Այսինքն, եթե մենք այդ տրամաբանությամբ նայենք, Ալիևը չի ավարտում իր խոսքերը Հայաստանի նկրտումները, Հայաստանի տարածքի վերաբերյալ, իդեպ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ Ադրբեջանը նկրտումներ ունի իր սահմանադրության մեջ։ Այսինքն այդ տեսակետը, որ մենք կարող ենք ասել, լավ, ոչինչ, ինչ ուզում է թվասի մենակ չհարցակվի, ավելի է գրգռում, որ դիմացին առաջ կա։ Հեռախոսազանգի պատասխանենք, ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Բարելույս ես, այսինքն, ես ուզում եի Լիլիթի հետ խոսել, բայց ձեր անունն էլ եմ ուզում իմանամ, որտեղ հաճախ չեմ բանանում, խնդրում եմ ձեր անունը ասեք, շատ հաճելի հաղորդավար եք։ Էլիզա, շնորհակալ եմ։ Էլիզա ջան, դե արդեն Լիլիթին շատ լավ ճանաչում եմ, ես իրան շատ սիրում ու հարգում եմ։ Լիլիթը միակ կինն է, այսինքն կանանց մեջ, որ վերլուծական, որ շատ ինտելիգենտ, նորմալ, հաճելի կին է։ Լավ, կներեք, հիմա մի բան եմ ուզում հարցնեմ։ Դուք չեք ասի, այսինքն Փաշինյանը կարող է ինքը իրավասություն ունի որպես վարչապետ, որ ասենք այդ Քոչարյանը, Սերժը եւ այլն այդ Ղարաբաղցիները, որ եկել են քանդում մեր երկիրը,
ինքը իրավասություն ունի, ես ռուսական կրթությունն եմ, մի քիչ խառնում եմ։ Դուք ասեք մենք կձևակերպենք։ Որ իրանց ձերքի հայկական բանից գրաժդանսը քաղաքացիություն ուղարկի երկրից դուրս։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալ եմ ջերմ խոսքի համար, ոչ, իրավունք չունի, միակ ճանապարհը դա պետական դավաճանության մեջ մեղադրելը, բայց այդ ժամանակ էլ դա լուրջ ընթացակարգ կա, չունի այդպիսի իրավունք։ Այստեղ խնդիր կա, թե ուր ուղարկի։ Նիկոլ Փաշինյանը դուրս ուր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան Տիկին Դալաքյան ինչու ոչ Ռուսաստան տեղը նեղա արդեն նախկին իշխանությունները տարբեր հետսովետական երկրներից այնտեղ տեղավորվել են Սիրիայից, այսինքն այդքան լայն չի տեղը, բայց Նիկոլ Փաշինյանին Քոչարյանը այստեղ է պետք ուղարկի դուրս ինչ անի։ Քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը, կարելի է վախացնել այդ կերպարով եւ ասել, եթե ես չընտրվեմ, կգա Ռոբերտ Քոչարյանը։ Մենք քանի դեռ սա չենք ֆիքսում, մենք Ռոբերտ Քոչարյանը միշտ կտեսնենք Հայաստան, բայց ինչ է այդ մարդուն հանում Հայաստանից։ Նա ունի լուրջ իրավական խնդիրներ, դատարանի արխիվական, չեք ուզում պատասխանատվության ենեք։ Նա ինչ անի իր գումարները վայելի, որ ըստ Նիկոլ Փաշինյանի գողացել է։ Ուղիղ եթերում շարունակվում է հրատապ հարցեր հաղորդաշարը, զրուցում եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, Նյու Յորքում Թրամփը Ալիևին շնորհակալություն է հայտնում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար եւ ասում է դուք հրաշք եք գործել։ Թրամփը իրականում այս վերջին օրերին եւս մի քանի այլ հայտարարություններով է աչքի ընկել, ասում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներին Մաղթում եմ հաջողություն, փորձենք հասկանալ, ճիշտ է, Թրամփին դժվար է հասկանալ, Թրամփի հայտարարությունները հաճախ են մեկը մյուսին հակասում, բայց ամեն դեպքում Ալիևին ուղված նրա այդ խոսքի ենթատեքստը կամ ակնարկը ինչ է նշանակում, Պուտինին եւ Զելենսկուն ինչ է ասում։ Տրամփի ողջ խոսքը, եթե լսում եք, գովազ, ինքնագովազ դեր, ես ավարտել եմ 7 պատերազմ, ես ամենալավն եմ, չգիտեմ, այսպես։ Արժանի եմ Նոբելյան մրցանակի։ Ցավալի բան եմ տեսնում ամերիկյան հասարակության համար եւ այսպիսի ղեկավար ունենալը սա լուրջ խնդիր է, որ ես չգիտեմ նույնիսկ ինքը կոմպլեքսներ կարծես ունենա Ամերիկայի ղեկավարը, այդ Նոբելյան մրցանակը ինչին է պետք է ուզում հասկանամ։ Դա մի մրցանակ է, որը միշտ ձախ ուժերին են տալիս, ինքը հաստատ չի ստանալու, դա Օբամայի այդ լիբերալների կոմիտեն է։ Իդեպ Օբաման ստացավ ոչ մի բանի համար, առանց պատճառի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին գովալու, նա մի տեսակետ ունի, ես անձնական լավ հարաբերություններ կունենամ եւ դիլ կանեմ, գործարք։ Բայց մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում, ոչ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, ասում եմ շատ լավ հարաբերություն ունեմ, ոչ Նետանյահուի հետ, Նետանյահուն աչքերը փակել է մտել է Գազա, ոչ Պուտինի հետ աշխատում, շատ է սիրում, բայց ամեն օր ասում ես հիասթափվել եմ Ալիևին, ես չեմ տեսնում, ասել եմ, որ դա խաղաղության պայմանագիր չկա։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Ինքը գիտի, որ Պուտինը ամեն ինչ կանի, ասեց Լավրովը ըստ էության, որ չգործի այդ պայմանագիրը, նա պատրաստ է Պուտինին հակադրվի։ Իմ վախը դրա մեջ է, քանի որ ճարտարապետը Պուտինն է նոյեմբերի 9-ի, ոչ թե Ալիևը։ Ես ուզում եմ հասկանամ, եթե Պուտինը Տրամփի հետ հանդիպի կամ Տրամփի շանտաժ անի, Տրամփը էլի կմնա այս տարածաշրջանում, ինչ անվտանգության երաշխիքներ է տալիս այդ ճանապարհի համար։ Այստեղ լուրջ խնդիրներ կան եւ դրա համար ամեն օր գնալ շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, սխալ ասել անունները, այդ սխալը դեռ մի կողմ երկրի ղեկավար է, տարիքով մեծ է, աշխարհում շատ երկրներ կան, կարող է մոռանա, ես դա այդքան լուրջ չեմ նայում, Ղրիմի տեղն էլ չգիտեր, ասեց օվկիանոսում Զելենսկուն ներկայությամբ, բայց ինչ վերաբերում է Զելենսկուն հաջողություն մաղթելուն, տեսեք, թվում է թե փոխվել է դրական է խոսույթը, Ուկրաինային ասեց, քո տարածքները կարող ես հետ բերել, մի ամիս առաջ ասպես մոռացիր, որ դա կարող ես, դու քարտ չունես, դա միջուկային գերտերություն է, Պուտինը ճիշտ է անում, պատմականորեն Իրանա Դոնբասը պատկանում, Ուիտկոֆի հարցազրույցը խայտարակ հիշում եք հիմա, քանի որ ինքը տեսնում է, որ Պուտինը չի կարողանում գրավել Ուկրաինան, հիմա ավելի հարմար է գովալ Ուկրաինայի, տեսեք, ասեց շատ լավ ես կռվում, շարունակիր, ձեզ հաջողություն, սա ինչ նշանակում է հեռանում։ Դա չի նշանակում աջակցություն։ Դա նշանակում է հեռացա։
Ինչ աջակցություն։ Ինք ասում են, որ հարձակողական զենք է կարող է վաճառվի, քանի դեռ չկա, Ռուբիոն է բանակցելու, համենայնպես Լավրովի հետ խոսելուց հետո տեսնենք ինչ կլինի, ես չեմ կարող ասել, բայց վաճառում է զենք, չի տալիս ինչպես Բայդենը, վաճառք է դա։ Երկրորդը սանկցիաները Եվրոպային ասում է դուք հենց միանաք, մենք էլ կանենք, բայց Եվրոպայում կա երկու երկիր, որի վրա ինքը կարող է ազդել, որ Եվրոպան միանա չի ազդում։ Տեսնենք Օրբանին եւ Ֆիցոին, ես կարող է դրական լինի, բայց այս իր քայլերով, որ մեկ ասում է դրուժբային մի հարված իր թող գազ գնեն Ռուսաստանից, մեկ ասում է ինչի եք գնում, ինձ մոտ տպավորությունն է, որ նա Եվրոպայի վրա բարդում է պատասխանատվությունը, դուք եք մեղավոր, Ռուսաստանին մի ֆինանսավորեք, ինքը սանկցիա չի կիրառում, որևէ լուրջ քայլ չի կիրառում Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինային ասում է ապրես շատ լավ ես կրվում, շարունակիր այդպես գնա ազատի քո հողը։ Բայց դա խնդիրներ Թրամփի համար չի առաջացնում հենց իր երկրի ներսում։ Աջակցությունը այդ իր քաղաքականությունը ոչ չաջակցելու Եվրոպայի վրա թողնելու այդ իհարկե առաջացնում է դրա համար նա փոխեց Զելենսկու հանդեպ իր խոսքը հիշում եք այդ սպիտակ տան խայտարակությունը Վենսի պահվածքը հիմա արդեն հարգում է ասում է մենք իրար շատ լավ հասկանում ենք հենց դա է պատճառը որ նա փոխել է ոչ թե ուղղակի այդպես բարիացել է Զելենսկու հանդեպ եւ Reuters-ը հրապարակում էր ուրեմն տեղակայել որ Տրամպը ասել է ես ներքաղաքական հարցերի մեջ եմ արդեն անկողմվելու այնտեղ ընտրություններ են այդ Էփշտեյնի գործը մնացել է իր կոկորտում, որովհետև շատերն ասում են, որ իր անունն է կա այդտեղ։ Հիմա ամերիկյան հասարակությունը իրեն ձայն է տվել այդ մագային, հենց դրա համար, չէ, այդ սև ուժերը, ձախ ուժերը, Էփշտեյնի գործը հիմա պարզվում է ինքն էլ է դրա մեջ։ Այսինքն դա լուրջ խնդիր է Watergate-ից լուրջ, դա կարող է իմպիչմենտի առարկա դառնալ։ Կարող է ինքը պարտվի միջանկյալ ընտրությունում կոնգրեսը կորցնի, բոլոր հարցումներով ցածր է հեղինակությունը։ Հիմա նա ամեն ինչ պիտի անի հասարակությանը բևեռացնելու համար, ինչ որ տեղի է ունենում։ Կիրկի սպանությունից հետո այսքան Տրամպը հիմա այնքան գլխացավանք ունի, որ նա բոլորին ասում է դուք ինչ անում եք արեք ապրես Ալիև, Փաշինյան։ Բայց դա չի արձակի Ալիևի ձեռքերը տիկին դալակը։ Այ դա է, ես դրա համար եմ այս օգոստոսի 8-ի հանդեպ կասկածով լցված։ Նախ Պուտինի ձեռքերը կարձակի։ Եկեք ասենք Ալիևը առանց իր երկու եղբայրերի Թուրքիային դեռ դնում է մի կողմ, որովհետև Թուրքիան փորձում է արտակուս թեկուս ավելի կոնստրուկտիվ երևալ արևմուտքի հետ։ Ռուսաստան արևմուտք հարաբերությունները ինչքան սրվեն, Պուտինը առավել շատ է ուզելու այստեղ հրահրել ինչ-որ իրավիճակ, որ իր ուզածը կատարվի, իր ուզածը նոյեմբերի 9-ն է։ 9-րդ կետն է։ 9-րդ կետն է, որը ժամկետ չունի։ Հայաստանը մի տարբերակ ունի, մի դուրս գա այդ պայմանագրից։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը կասկածում է օգոստոսի 8-ին, թող պարզ ասի, որ կասկածում է, չեմ ուզում նոյեմբերի 9-ից ինչ-որ կա դուրս գամ, սա կլինի անկեղծ։ Բացի այդ կարող է Ալիևն ու Պուտինը, ինչպես նախկինում Հայաստանին մեղադրեն պարտավորությունների չկատարման համար։ Դու կետես ստորագրել նոյեմբերի 9-ի պիտի կատարես։ Դրա համար Հայաստանը իրավական առումով պետք է վերացնի այդ համաձայնագիրը։ Ես այդ վտանգներն եմ տեսնում։ Եվ 26-ից հետո Փաշինյանը ինչու է ձգում, թող հիմա ստորագրեր այդ խաղաղության պայմանագիրը։ Նա շատ լավ գիտի, որ բայց Փաշինյանն է ձգում։ Ալիևն է ձգում, անկախության հռչակագիրը խնդիր չի, այդպես որ նայենք Ադրբեջանի սահմանադրությունն էլ է խնդիր։ Նա անընդհատ ժամկետ է շահում հասկանալու համար միջազգային ասպարեզում Տրամպը կտանի իր խոսքը առաջ, թե Սին եւ Վլադիմիր Պուտինը։ Օգոստոսի 8-ից հետո մեկ ամսից ավելի անցել մենք տեսանք թուրքական եւ ամերիկյան պատվիրակությունների այց, երբ փորձում էին վերլուծել, հասկանալ ինչ է կատարվում, գործընթացները, հետագա զարգացումները օգոստոսի 8-ից հետո ինչ ընթացք ունեն, ասում են ԱՄՆ շտապում է, իսկ այ ձեր ասած Ալիևը եւ Էրդողանը սպասում են իրենք, այդքան էլ չեն շտապում։ Հիմա եթե կիսում եք այդ տեսակետը, որ ԱՄՆ շտապում է, դա ինչ կարող է ենթադրել գործողությունների, գործընթացների ընթացքի զարգացման առումով։ Ոչ թե իմ կարծիքով միայն ԱՄՆ-ն է շտապում, այո, ԱՄՆ-ն էստեղ ունի իր շահերը, այլ հարցը որ Տրամպը, չգիտեմ, դա գիտակցում է թե ոչ, որովհետև շատ տեղեր մի շահերի իր պետության դեմ է աշխատում։ Հայաստանն է կարծում եմ նաև շտապեցնում ԱՄՆ-ին, որովհետև Հայաստանի ղեկավարը նա խելացի անձնավորություն է իր թերություններով հանդերձ, նա գիտակցում է, որ սա խաղաղություն չի։ Այդ ուրիշ բան է, այտենց թե ուղերձել, հա, ես բերեցի, շնորհակալ եմ պարոն վարչապետ, այդտեղ արդեն անունները անգիր են կարել Facebook-ում ովքեր են գրում, ֆեյքերի տեսքով, բայց Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ դա խաղաղություն չի եւ արագացնում է, որպեսզի Ալիևը համաձայնվի, ամերիկացիները գան, բայց նույնիսկ եթե այդպես է, այնտեղ անվտանգության երաշխիքներ պիտի անպայման լինեն, երկաթուղին ռուսներին ապատկարում են, այնտեղ ներկայություն ունեն իրանք Սյունիքում։
Այսինքն հարցերը շատ լուրջ են։ Իսկ այն, որ թուրքական դիվանագիտությունը միշտ աշխատել է սպասելու եւ ժամանակ շահելու վրա, նորություն չի։ Եվ այստեղ, երբ որ մենք օգոստոսի 8-ով համաձայնություն ենք ձեռք բերում, որ հայ-ամերիկյան ընկերություն պետք է ստեղծվի, որն էլ պետք է կառավարի ենթակառուցվածքները այդ ճանապարհի հետ կապված, սա չի նշանակում Թուրքիայի ազդեցության մեծացում, ինչպես պնդում են ընդդիմադիր շրջանակները, ասում են դուք ոչ թե ԱՄՆ-ին եք բերում, այլ դուք բերում եք ԱՄՆ-ի ներկայացուցիչին Թուրքիային։ Մի բան ասեմ, կարևորը հայ-ամերիկյան համաձայնագրի կետերն են, մենք չգիտենք ով է կառավարելու, միջանցք լինելու է, չի լինելու, ինչ է նշանակում փոխադարձություն, արդյոք ադրբեջանական կողմի վրա է լինելու այլ երկրի ներկայացուցիչ։ Սա դեռ հարցեր են, որ պիտի մենք իմանանք։ Ինչ վերաբերում է Թուրքիային բերելուն, ես դրա մասին շատ եմ խոսել, Թուրքիային բերել է Ռուսաստանը, Հարավային Կովկաս 20 թվականին, երբ իրար հետ եկան, ՆԱՏՕ-ն ասում էր Թուրքիան տեղ չունի, ուշադիր նայեք, էլի, այդ անցած եմ ասում Ռուսաստանի խոսքերը, որ ասում էր Թուրքիան տարածաշրջանային երկիր է, մենք 3+3-ում մեր հարցերը կլուծենք։ Թուրքիային բերել է Ռուսաստանը, մտածելով, որ ավելի լավ է Թուրքիան Իրանից այդքան ուժեղ չի, բայց բարձրացած սխալ է մտածում Ուկրաինայից հետո, քան թե ԱՄՆ-ն։ Ավելի հեշտ է Թուրքիայի հետ առևտուր անել պատմականորեն։ Դրա համար Ռուսաստանը կողմ է այստեղ Թուրքիային, ոչ թե ԱՄՆ-ին։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ է, դրա համար ԱՄՆ դաշնակիցն է։ Կներեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ԱՄՆ-ին ավելի շատ է վիրավորում, քան Ռուսաստանին։ Այսօր Ռուսաստանին աջակցում է ըստ էության, երկրորդային շուկա է։ Ամեն օր ասում է Ռուսաստանը մեղավոր չի։ Զենք էլ ավաճառում, բայց Ռուսաստանն էլ աջակցում։ Նավթ է գնում, ամենակարևորը Տրամպը վկա եւ C 400 համակարգեր է գնում, ՆԱՏՕ-ն ասում է մի գնի։ Ֆրանսիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, Ֆրանսիան է մեծ դաշնակից, թե Բելարուսը հապկ։ Այսինքն չի կարելի այդ կազմակերպությունները շահարկել։ Շնորհակալ եմ բովանդակալից հարցազրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, մինչ հանդիպում։